Փետրվարի 17-ից տիեզերքում սկսվում է նոր էջ և բոլորիս համար այս տարին վերափոխման, վերադիրքավորման, վերաիմաստավորման և ամենակարևորը ինքներս մեր հետ համերաշխ լինելու այն հնարավորության կետում կլինենք, որտեղ որ ամեն ինչ փոխվելու է։ Անմասն չի մնալու ոչ ոք և ես շուտով իմ էջում կտեղադրեմ 12 կենդանակերպերի համար խորը վերլուծություն, թե յուրաքանչյուրիս համար 2026 թվականից սկսած ինչ էներգիաներ են աշխատելու և յուրաքանչյուրս ինչպես մեզ դրսևորենք, որպեսզի կարողանանք բալանսավորած և համերաշխ ապրել մեր ուղին։ Շատ կարևոր է այս շրջանում, որպեսզի մենք տարատեսակ ինֆորմատիվ երևույթներով մեզ չծանրաբեռնենք և լսենք մեր ներսին։ Շատ կարևոր է, որպեսզի ոչ միայն մեր ուշադրությունը սևեռենք այն ամեն ինչի վրա, ինչը որ կատարվում է մեզանից հեռու, այլ մեր ուշադրությունը հատկապես դարձնենք մեր ներսի, մեր էներգիայի և մեր հոգու վրա։ Իմ շատ սիրելի մոլորակ Սատուրնը և Նեպտունը փոխել են իրենց դիրքը։ Նեպտունը եկել է Խոյ նշան և այնտեղ կմնա մինչև 2039 թվականը, այսինքն մինչև 2039 թվականը մենք ունենք ընթացքային փոփոխություններ, որ այն մարդիկ, ովքեր որ էներգետիկ ռեսուրսների մեջ են, կունենան բավականին նեպտունյան իրենց հնարավորությունները և նպատակների իրականացումը։ Եվ նույն կետում է եկել նորից Խոյի 0 նշանում հայտնվել է Սատուրն մոլորակը։ Սատուրն մոլորակը մեր ուսուցիչն է։ Այն մարդիկ, ովքեր ճիշտ կետում են և ճիշտ են շարժվում և ճիշտ առաջընթացներ ունեն, այս կետում Նեպտունի նպատակները և երազանքները Սատուրնը կօգնի իրագործել։ Այն մարդիկ, ովքեր իրենց ռեսուրսների մեջ ծանր վիբրացիաների կամ բացասական ասպեկտներն են օգտագործել, այստեղ Սատուրնը կբերի զրոյական կետ, որտեղից որ ստիպված կլինեք նորից սկսել։ Ուզում եմ ասել, որ այստեղ այս կետում այս երկու մոլորակները եղել են մեր թվարկությունից առաջ 600 թվականին և այն ժամանակ էլ չեն եղել 0 գրադուսով, եղել է 2 գրադուս, 0 գրադուսը դա ամեն ինչի զրոյական կետն է և աստրալը սկսվում է 0 գրադուս Խոյ նշանից։ Դրա համար, սիրելիներս, ես ձեզ շատ հորդորում եմ, խնդրում եմ, որպեսզի հիմա այս խավարման միջանցքում այս 15 օրը նայեք ձեր ներսը, ավարտեք այն անավարտ և այն ցնցումնային իրավիճակները, որոնք ձեզ մինչ օրս խանգարել են լինել համերաշխ ձեր հետ։ Որոշում կայացրեք և ձեր կյանքի ղեկը, ձեր կյանքի իրավունքները և պատասխանատվությունը վերցրեք ձեր ձեռքը։ Հաջորդիվ հետևեք իմ էջում, որպեսզի բաց չթողնեք յուրաքանչյուրիդ համար տեսությունը։